առանձնացնելու ենք ճուտիկները, սիրելիներ, եւ ինչպես նախորդ տեսանյութում խոստացա, միասին սկսենք սկզբից։ Սկզբում ավելի նպատակահարմար է ինձ թվում է հեռացնել մայր տերևը։ Տեսեք, կոտրվեց։ Ամենայն դեպս արմատով փորձենք հեռացնել։ Տեսեք, սիրելիներ, սա մայր տերևի արմատն է, այսպես, այս ամբողջը մայր տերևի, կտրված մայր տերևի արմատն է։ Երբ որ հեռացրեցինք այն, ավելի հեշտացավ մեր գործը, հիմա ավելի տեսանելի է եւ ավելի լավ կպատկերացնենք ինչի հետ գործ ունենք։ Մեկ Այս տերևը մեզ տվեց քանի ճուտիկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Տեսեք, 9 ճուտիկ ունենք։ Հրաշալի տեսակ է եւ ել ավելի հրաշալի արդյունք։ Հիմա այս տերևը մեզ 9 ճուտիկ տվեց, բայց մի կարծեք, որ ընդհանրապես բոլոր տերևները այդքան են ճուտիկներ ունենում, պարզապես ես ամենախոշորներից ընտրեցի, որ ավելի հանգամանորեն ցուցադրեմ եւ ավելի բարդ տարբերակ որպես, քանի որ որքան ճուտիկները քիչ լինեն մայր տերևի, ավելի հեշտ է առանձնացնելը, բայց որպեսզի շատերը այս գործընթացին ծանոթ չեն, ավելի պատկերացնեն ինչ եւ ինչպես է տեղ ունենում, ամանաբարդ տարբերակից սկսեցինք։ Իհարկե ցանկալի կլիներ, որ բոլոր տերևները մեզ 9-10 ճուտիկներ պարգևեին, բայց այդպես չի լինում։ Փորձում ենք տեղավորել ճուտիկները հնարավորինս կենտրոնում, որպեսզի համաչափ մեծանա, զարգանա ընթացքում, միակողմանի չլինի, մի կողմի տերևները թերաճ, մյուս կողմի տերևները բարգավաճ, այդպես մեզ պետք չէ, մեզ պետք է գեղեցիկ, հավասար, սիմետրիկ, փոքրիկ մանուշակ։ Հետո կմեծանա, կլինի գեղեցիկ մեծ մանուշակ։ Ջրում ենք եզրերից ուշորեն։ Այսպիսով, սիրելիներ, մեր 9 ճուտիկները պատրաստ են նաև մեծանալու, ընթացքում կհետևենք, տեսանյութեր կլինեն,